Քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ և մահացությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում քաղցկեղի բոլոր տեսակների մեջ։ Ի հայտ է գալիս որպես փոքրիկ պոլիպներ, բջիջների ոչ քաղցկեղային կլաստերներ, որոնք շատ արագ զարգանում և վերենատվում չարորակ գոյացությունների, զարգանալով օրերի, վերջին 4 փուլում անգամ ժամերի ընթացքում, մետաստազներով հարստացնելով ողջ լյարդը։ Գազերի արտադրության ավելացում, փքվածություն, փորկապություն կամ փորլուծություն, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, գունատ մաշկ, մարմնի ջերմաստիճանի անբացատրելի բարձրացում, չհիմնավորված քաշի կորուստ, հակակրանք մսամթերքի նկատմամբ։ Սրանք այն կլինիկական դրսևորումներն են, որոնք կարող են հուշել, որ պետք է ժամ առաջ դիմել բժշկի։ Որ քաղցկեղի մասին է խոսքը, ինչ անդառնալի հետևանքներով է հղի, որքանով է տարածված տեսակետը, թե մետաստազներով քաղցկեղը վիրահատական նշտարից էլ ավելի է բորբոքվում, զրուցել ենք Իզմիլյան բժշկական կենտրոնի օնկովիրաբույժ Խաչատուր Բադալյանի հետ։ Բարև ձեզ, ես առիթը պատճ եմ թողնում ասելու եւ մեր համակարգացիներին եւ ընդհանրապես մեր հայ ժողովրդին կոչ անելու, որ մենք պետք է միշտ ուշադիր լինենք մեր մասնագետներին, մեր գոլեգաներին, որ մենք ուշադիր լինենք շատ ծանր ու ժողովրդի համար, կյանքի համար շատ ծանր պաթոլոգիայի հետ կապված հարցերում ժամանակին ճիշտ դիագնոզի տեսակետից եւ բուժման առումով ճիշտ կազմակերպման հարցերը ճիշտ ասեն կազմակերպելու տեսակետից, որովհետեւ ամեն этаպում թերությունը բերում է արդյունքի վատացման, ամեն անգամ մենք ստատիստիկ տվյալներով տեսնում ենք, որ տարածված արդեն 4 ստադիայի հաստաղեկի ուռուցքների քանակը մոտավորապես տարին մոտ 15-ից 20% ավելանում են, այսինքն 3-րդ եւ 4-րդ ստադիայի ուռուցքներով քանակ հայտնաբերված հիվանդների քանակը ամեն տարի 15-20% ավելանում է եւ ցավալի է, որ ավելացած հիվանդների մեծ ավելի շատ երիտասարդ տարիքում են, եթե առաջ 60, 70 եւ ավելի տարիքում էր, հիմա ավելի երիտասարդացել է, երբ ավելի 40 տարեկան եւ 50 տարեկան եւ այդ ամեն ինչը շատ ծանր հետևանքներ է թողնում, քանի որ ավելի երիտասարդ տարիքում հաստաղեկի ուռուցքը ավելի ագրեսիվ ընթացք ունի եւ երբ որ արդեն հայտնաբերում են վաղ ուշ արդեն տարածված շրջանում, ցավոք սրտի արդյունքը իհարկե անհամեմատ է, քան եթե մենք հայտնաբերում ենք ժամանակին։ Իսկ ինչով է պայմանավորված, որ հաստաղիքի քաղցկեղը արդեն զարգացման փուլում է ի հայտ գալիս, սա ինչով է պայմանավորված։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես հաստաղիքի ուռուցքը առաջանում է մեծ մասամբ բարվորակ, ասենք, այսպես կոչված պոլիպների ֆոնի վրա, երբ որ process-ը անվանում է մալիգնիզացիա, երբ որ բարվորակ գոյությունը արդեն կամաց ոնց որ միջանկյալ этап սկսում է չարվորականալ եւ դառնում է չարվորակ գոյություն։ Այսինքն կա որոշակի ընթացք, երբ որ հայտնաբերվում է մոտավորապես մոտ ասենք 2 սանտիմետր չափի ուռուցք, ըստ մոտավոր տվյալների դրա զարգացման համար как minimum պետք է մոտավորապես մինչև 6 ամիս ժամանակ, որ 0-ից այդ չարվորակ ուռուցքը առաջանա մինչև 2 սանտիմետր, բայց չարվորակ ուռուցքը այսպես ասած պատճառ չի առաջանում է սկզբից հավանական է նախապայմաններ բարվարակ գոյություններ, այսպես ասած պոլիպներ, որոնք շատ ժամանակից էնդոսկոպիկ հետազոտություններով շատ լավ հայտնաբերվում է եւ եթե ժամանակին արվում է հեռացվում է եւ անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնակի հետազոտություններ անել եւ ընդհանրապես ընդունված է աշխարհի ասենք առողջապահության խորհրդատվության երևի պես ասեմ պարտադիր պայմաններից դիսպանսեր հետազոտությունների, որ 45-ից ավել ամեն տարի պետք է բոլորը անցնեն ստամոքսի հետազոտություն էնդոսկոպիկ, իսկ 2 տարին մի անգամ կոլոնոսկոպիա հաստաղեկի հետազոտություն։ Դա պատահական, ասենք, առաջարկություն կամ պահանջ չէ, որովհետև հայտնաբերված է, որ երբ որ տարին մի անգամ հայտնաբերում է, այդ հետազոտությունը հետագայում թույլ է տալիս, հնարավորություն է տալիս զերծ մնալու չարորագացման կամ հետագայում ավելի պրոբլեմային, ասենք, պաթոլոգիայի հանդիպելու։ Ցավոք սրտի ես չի ասի, որ մեր համակարգացիները, մեր հայ ժողովրդի մեջ ընդունված է պրոֆիլակտիկ հետազոտությունները եւ մեծ մասամբ հետազոտությունների մեծ թեման, ասենք, ինչի համար չեք հետազոտվել, թե պրոբլեմ չունեի, ցավ չունեի, թե ինչ որ բան չի անհանգստացրել, իսկ այդ ամեն ինչը չի կարելի ընդունել որպես հիմնական պատճառ։
մարդը երբ որ արդեն սկսում է սիմպտոմատիկան հիվանդության, այդ նշանակում է արդեն կա զարգացված process։ Իսկ եթե խոսքը գնում է այն մասին, որ նոր է սկսել process-ը, ոչ մի ցեվով արդայդում չի լինում։ Դրա համար շատ մի հատ կարևոր խոսք է, երևի ինչ որտեղ կարելի ասել ժողովրդական արդեն թևավոր խոսք է դարձել, առողջանը պետք է հետևել այն ժամանակ, երբ որ դեռ մարդը առողջ է։ Առողջությունը, երբ որ կորցնում է ու դառնում է հիվանդ, այդ չի նշանակում առողջանը հետևել, նշանակում է արդեն պայքարել հիվանդության դեմ։ Մենք արդեն տարբեր հարցությունների վրա ենք։ Այսինքն, եթե առողջ մարդ է, ոչ մի սիմպտոմատիկա չկա, ոչ մի կանգած չկա, ինքը պարտադիր պետք է հետևել առողջությանը, պետք է հետևել, նայել ու պահպանել առողջությունը։ Այդ դեպքում մենք ունենանք ավելի լավ, ավելի ստաբիլ, ասենք, արդյունք եւ հետագայում մենք ավելի կարելի է վստահ ասել ապագայի մասին, որ այդ տիպի պաթոլոգիաների չի հանդիպի։ Այն պաթոլոգիաները, որ կարելի է հայտնաբերել նախապես եւ պրոֆիլակտիկ, միանշանակ շատ ճիշտ է ժամանակին հայտնաբերել եւ բուժել։ Պրոֆեսոր, իսկ կա այս պաթոլոգիայի դեպքում ժառանգական նախատրամադրվածությունը ինչ տոկոս է կազմում տվյալ պաթոլոգիայի դեպքում։ Ուրեմն, տեսեք, ժառանգական նախատրամադրության հետ կապված շատ կարևոր հարց է, որ վերջնական հայտնաբերված մուտացիաներ, որոնք պարտադիր ապահովում են բոլոր դեպքերում հաստաղիկի ուռուցքի հայտնաբերումը չէ, որոշ ուռուցքների ժամանակ, ասենք նույն վահանաձև կեղծի ժամանակ, կրծքագեղձի ուռուցքի ժամանակ կա պաթոլոգիաների որոշակի ցանկ, նեղ ցանկ, որի ժամանակ հայտնաբերված արդեն մուտացիաները դրանք ապահովում են հետագայում մինչև 100% հավանականությամբ, որ մինչև 100%, որ հիվանդը վերջ առաջ հիվանդանալու է, բայց երբ որ ծնողների մոտ, երբ որ հարազատների մոտ կա այդ հիվանդությունը, դա արդեն նախատրամադրվածության որոշակի ռիսկ է, այսինքն մարդը այդ ահազանգ է, որ լրացուցիչ անգամ պետք է հետազոտվել, լրացուցիչ անգամ պետք է հետևել առողջությանը եւ իմ ասած հետևել առողջությանը դեռ այն ժամանակ, երբ որ կա այդ առողջությունը, երբ որ կանգառներ չունի, ոչ թե արդեն հիվանդության սիմպտոմատիկայից ելնելով գնալ, դիմել, հայտնաբերել եւ ցավոք սրտի ոչ բոլոր դեպքերում մեր ռեալ կյանքում տեսնում ենք, որ adekvat մոդեցիան հետևանքով ժամանակին բուժում եւ արդյունք ենք տեսնում։ Իսկ կան պաթոլոգիաներ, որոնք նպաստում են տվյալ պաթոլոգիայի, այսպես ասած, զարգացմանը ի հայտ գալուն։ Անխոս շատ կարևոր է, որ մեր դարապես ժողովուրդը հասկանա, իմանա, որ ստամոքսային տրակտի նորմալ ֆունկցիոնալ վիճակը պահպանելը, այսինքն գաստրիտի երևույթները եւ կոլիտի երևույթները, էնտերիտի երևույթները, այսինքն աղեստամոքսային տրակտի նորմալ ֆունկցիայի խանգարումները, քրոնիկ մեծ մասամբ խնդիրները դրանք կարող են նախապայման ստեղծել, ոչ թե նախաուռուցքային հիվանդություններ են դրանք, այլ նախապայման ստեղծեն, որ քրոնիկ երկարատև process-ները բերում են քրոնիկ բորբոքումների հետևանքով, ասենք որոշակի լորձաթաղանթի ձևափոխությունների, ասենք մետամորֆոզների, որը օրինակ ստամոքսի ժամանակ, եթե ստամոքսի ուռուցքում է էնտերալ տիպի փոփոխություններ լինում լորձաթաղանթում, դա արդեն նախաուռուցքային վիճակ է։ Եթե հաստաղիկում հայտնաբերում են որոշակի քրոնիկ կոլիտի երևույթներ եւ այդ ֆոնի վրա առաջանում են պոլիպներ, դա արդեն նշանակում է քրոնիկ պոլիպը, քրոնիկ կոլիտը առաջացրեց պոլիպ, ասենք բարոյական, որը հետագայում կարող առաջացնել ուռուցք, որը միանշանակ պետք է ժամանակին հետազոտել, հայտնաբերել եւ հեռացնել, որ չհասնի մինչեւ շարունակացմանը։ Խաչատրված Գենչ, դուք նշեցիք զրույցի սկզբում, որ ցավոք սրտի տվյալ պաթոլոգիան գնալով երիտասարդանում է, աճ ենք նկատում երիտասարդության շրջանում, ինչով է պայմանավորված։ Երևի թե ինչ որտեղ կարելի ասել պայմանավորված է նրանով, որ մի քիչ դիագնոստիկ երևի պրոցեդուրաները մի քիչ ավելի էֆեկտիվ են, ժամանակին ավելի քիչ է կատեի հետազոտությունները, ժամանակին քիչ է էնդոսկոպիկ հետազոտությունները, բայց ես չի ասի, որ բավարար է այդ ամեն ինչը։ Իհարկե շատ կարևոր հարց է, որ մարդիկ իմ ասած առողջանը չհետևելով բերում են իրենց առողջանը այն արդեն ոնց որ ասում են հիվանդության շեմին, իսկ երբ որ հիվանդությունը զարգանում է, երբեմն արդեն ժամանակին հայտնաբերել եւ դիագնոզել այդ ամեն օրը, երբ որ շատ կարեւոր է, ոնց որ ասում են կյանքի քին ունի, այդ օրերը կորցնելով հասնում ենք նրան, որ հիվանդությունը տեսնում ենք արդեն ոչ թե առաջի ստադիայում, այլ երկրորդ, երրորդ եւ չորրորդ ստադիաներում։ Ինչի համար է երիտասարդանում, ցավոք սրտի մեր կա ռեգիոնալ որոշակի առանձնահատկություն, երբ որ ստամոքսային տրակտի, ասենք հիվանդությունները բավական հաճախ են հանդիպում, օրինակ հելիկոբակտեր պիլորի ստամոքսի բակտերիալ ֆլորան, որը շատ հաճախ ամեն երկրորդի մոտ է, եւ գաստրիտի երևույթները, ասենք այրոցի երևույթները, որոնք արտահայտվում են քրոնիկ երևույթներով, մարդիկ բանի տեղ չեն տնում, չեն հետևում, չեն բուժվում, չեն դիմում բժշկի։ Օրինակ շատ կարևոր ես փաստ ասեմ, որ երբ որ մարդկանց մոտ ամեն օր աղիները չեն գործում, որ պարտադիր պայման է, այսինքն ուտելուց հետո
Պարտադիր պայմանը 8 ժամ հետո ստամոքսային տրակտը պետք է դադարվի, այսինքն մարսողական process-ը պետք է վերջանա։ Բայց ես շատ մարդկանց եմ հանդիպում, երբ ասում են, ես թե փոքր ժամանակվանից միշտ իմ մոտ սովոր եմ եղել, աղները չեն կործում են 2-3 օրը մի անգամ, 4 օրը մի անգամ, կարող ասենք շաբաթը մի անգամ, իսկ այդ դեպքում մենք կունենանք շատ մեծ խնդիրներ։ Դա նորմալ չէ։ Դա չկա առանձնահատկություն օրգանիզմի, որ ասել որ մենք ուրիշ օրգանիզմ ենք, բնության օրենքները ընդհանուր են։ Ու եթե կա ընդհանուր մոտեցում, որ պետք է օրգանիզմը, ասենք, որոշակի օրգան համակարգերը ֆունկցիան կատարեն եւ կա որոշակի ստատիստիկ տվյալներ կամ ֆիզիոլոգիական, ասենք, ստանդարտներ, մի քիչ առանձնահատկություններից ելնելով, բայց չի նշանակում, որ ինքը ընդհանրապես ոչ մի օրենքի չի ենթարկվում։ Մարդիկ ընդունում են, որ իրենց առողջությունը ու իրենց կյանքը, իրենց օրգանիզմը ընդհանրապես ուրիշ է, չի կարելի։ Այդ ձեր նշած օրինակը եւս կարող է որպես ահազանգ հնչել։ Անխոս փորկապությունները, հաճախակի այրոցի զգացումները, ծանրության զգացումները, նորմալ չմարսելը, գազերի կուտակումը, այդ ամեն ինչը պատճառ է դիմել բժշկի, այդ ամեն ինչը պատճառ է հետազոտվել, հայտնաբերել ինչի հետ է կապված։ Մարսողական համակարգը այդ այն սիստեման է, որ պետք է արտաքինից աշխարհից ստացած սնունդը վերամշակել, որ օրգանիզմի համար սնունդ լինի։ Այն մասը, որը չի մշակվում, չի մարսվում, դուրս է բերում օրգանիզմից։ Եվ անկախ այն ամեն ինչից, ասենք, մարդը ինչքան ուզում է առողջ լինի, եթե մշտական սնունդը անորակ է, եթե մշտական սննդի ռեժիմի խանգարումները, երբ որ մշտական ոնց ասեմ ոչ առողջ սննդով է սնվում, այդ ամեն ինչը բերում է նրան, որ նորմալ գործող օրգանիզմը դառնում է արդեն ոչ լիարժեք։ Ու եթե ստամոքսային տրակտը առանձին առաջին հանդիպող, ոնց որ ասում են, առանձին ֆակտորների հետ սիստեման է տրակտն է, առաջի ահազանգը աղեստամոքսային տրակտից է զգացվում։ Խաչատուր Վազգենիչ, դուք նշեցիք, որ բավականին ագրեսիվ ընթացք ունի տվյալ քաղցկեղը եւ որ փուլում եք հիմնականում, ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան, որ փուլում եք հիմնականում հայտնաբերում եւ ինչ հետևանքներով է հղի, ինչու, քանի որ մեր զրույցը հիմնականում մենք խոսեցինք կանխարգելման մասին, դուք առավել շատ շեշտը դրեցիք կանխարգելման վերաբերյալ, ուզում եմ խոսենք հետևանքների մասին, որպեսզի ձեր պացիենտները, մեր հետևորդները հասկանան, թե ինչ անդառնալի հետևանքներով է հղի տվյալ պաթոլոգիան, այսպես ասած, մատների արանքով նայելը։ Նայելը, իհարկե, անխոս շատ կարևոր է, ոնց որ ես միշտ ասել եմ, նորից կրկնեմ այդ թեզը, որ օնկոլոգիան դա վերջնական, ասենք, ինչ որ մեղքի կամ ինչ որ մի պատիժ չէ Աստծո կողմից տված, օնկոլոգիան անպատասխանատու վերաբերմունքն է, երբ որ անհատը իր առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք է ցույց տալիս, չի հետևում, չի հետազոտում։ Օնկոլոգիան անպատասխանատու վերաբերմունք է առաջնային օղակի բժիշկների գործունեության, երբ որ չեն հայտնաբերում, չեն ժամանակին ուղղորդում եւ մարդկանց, ասենք, լուսաբանում անհրաժեշտության, ասենք, քայլերը։ Անպատասխանության վերաբերմունք է արդեն ստացանար օղակի բժիշկների, որովհետև ժամանակին նորմալ ճիշտ բուժում չեն կազմակերպում եւ հետագայում ստանում ենք ավելի բարդ իրավիճակներ եւ վերջնական անպատասխանատու վերաբերմունք է հարազատների, որոնք որ թողնում են իրենց հարազատին մոտիկ ընտանիքի անդամին, որ ինքը անպատասխանատու վերաբերվի եւ հետագայում բերում է նրան, որ այդ իմ ասած անպատասխանատուների ընդհանուր խումբը առաջացնում է շատ ծանր ու բացիտող վիճակի ուռուցքներ։ Եվ ինչ ասեմ, որ ասենք ուռուցքի արտահայտման շատ ծանր իրավիճակներ, երբ որ գալիս են արդեն առնողությամբ, երբ որ ուռուցքը փակում է լուսանցքը եւ ընդհանրապես աղեկային անանցանրություն է առաջանում, երբ որ ուռուցքը կարող է առաջացնել պատիկ, հայկայում եւ թափածակում եւ աղեկի պարունակություն լցվում է որովայնի խորոջ առաջացնելով ուռուցքային պաթոլոգիայից բացի արդեն շատ ծանր կյանքի համար երբեմն անհամատեղելի բորբոքային պրոբլեմներ պերիտոնիտի ձևով եւ այս ամենը ինչ որ ես թվեցի բարդությունների շատ մեծ օղակ են, որոնք որ շատ հաճախ են հանդիպում։ Ես ասեմ, իմ փորձը Մոսկվայից տեղափոխվելուց հետո մոտավորապես 18 թվականից հետո եւ մինչեւ այդ, երբ որ ինձ հրավիրում են վիրահատությունների, ես մի անգամ չեմ հանդիպել առաջի կամ երկրորդ ստադիայի աղեկի ուռուցք։ Մեծ մասամբ եղել է երրորդ եւ չորրորդ ստադիայի ուռուցքներ, այսինքն արդեն լյարդում մետաստազներով եւ լիմֆատիկ հանգույցներում տարածված կամ տեղային տարածված ուռուցք, երբ որ սերտաճում է, ասենք, հաստաղիկ ուռուցքը շրջակա օրգանների, դուք պատկերացնենք 6 ամիս մինչեւ 2 սանտիմետր աճելու համար ես ասի ժամանակը, 6 ամիս որ այդ մարդը հասկանա դիմի ինչ որ ժամանակ շանս կա, բայց դրանից հետո երբ որ ասում է ամեն ամիս այդ 2 սանտիմետր կարող է դառնալ մի ամիս հետո 4 սանտիմետր, մի ամիս հետո կարող է դառնալ 6 սանտիմետր կամ 10 սանտիմետր։ Այսինքն օրերի ընթացքում է որոշակի պոտենցիալ հավաքելուց հետո կոպիտ ասած, երբ որ ինքը ավելի դառնում է ավելի պոտենցիալով
մասսայով ավելի շատ իր խնդրեմը ինքը ակտիվանում է եւ ավելի ագրեսիվ է դառնում, որովհետեւ այդ ժամանակ իմունիտետը ավելի թույլ է լինում, օրգանիզմը ավելի քիչ է դիմադրում եւ եթե օրգանիզմը արդեն ասենք ուռուցքի բջիջներին չի տեսնում, իմունիտետը չի տեսնում, ուռուցքը սկսում է շատ արագ աճել։ Պրոֆեսոր, դուք նշեցիք, որ հիմնականում հայտնաբերվում է երկրորդ, երրորդ ստադիայում եւ շատ հաճախ ձեր պացիենտները, մեր քաղաքացիները կարծում եմ դուք լսած կլինեք, որ երբ նրանց ասում են, որ արդեն մետաստազներով է, հա, քաղցկեղը, մարդիկ թևաթափ են լինում, մտածում, որ այլևս մետաստազները արդեն սկսել են, այսպես ասած, օրգանիզմը ուտել ներսից եւ այլևս իմաստ չունի վիրահատությունը կամ առհասարակ կատարածված տեսակետ, եթե մետաստազ ապա եթե դանակ կպնի այն ավելի արագ, այսպես ասած կզարգանա, լույս տեսնի ավելի արագ կզարգանա, այս մասով կխնդրեի մասնագիտական ձեր դիրքորոշումը եւ փորձենք նաեւ եթե ինչու ոչ փարատել մեր պացիենտների, ովքեր այս պահին եւ տառապում են նման, հա, պաթոլոգիայով, սակայն հուսահատ են, չգիտեմ, լսել են հարևանի, տատիկի, պապիկի խորհուրդները եւ ինքնահոսի վիճակում են, հա, թողել իրենց Շատ կարևոր հարց է, քանի որ ասել որ ուռուցքը եթե դանակը կպնի, լույս տեսնի կամ ինչ-որ մի հատ միջամտություն արվի, դա ամեն ինչ ավելի կրկնում եւ ակտիվացնում է ցավոք սրտի անցյալ դարում, երբ որ ոչ թե 20-20-րդ դարի, 19-րդ դարից ես ավելի շատ ասեմ, ընդունված երևի ժողովրդական մոդեցում է, քանի որ այդ տիպի սիտուացիաների ասեմ պատճառը նա է, որ այն հիվանդը, որը ուռուցքով հիվանդ է ու գնացել է բժշկի մոտ ու մահանում է, ոնց որ ասենք սովորական ժամանակ ոչ բժշկին դիմող հիվանդը նույն ցավով մահանում է, քանի որ ցավոք սրտի ճակատագրական շատ ծանր ու շատ կյանքի համար վտանգավոր հիվանդություն է, մարդկանց մեջ ընդունված ձև է պատճառ մանկալ եւ պատճառը ինչի հետ է կապված, ինչի մարդը մահացավ։ Չեն ասում որ կա ուռուցք, որ արդեն մահացու խնդրեմ է։ Եթե ինքը գնաց բժշկի, չէ մահացավ, որովհետեւ գնաց բժշկի։ Ինչի մահացավ, որովհետեւ բժիշկը բացեց, ասենք վիրահատության ժամանակ ստացեց ինչ որ բանաներ կամ ինչ որ թանագով կպավ։ Իհարկե, այդ ամեն ինչը շատ անցյալ նորից եմ ասում ու անհիմն մոդեցումներ են։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը մինչև հիմա հավատում է, երբեմն լսում է եւ երբեմն առաջնորդվում է հարևանի, ընկերոջ, ծանոթի կամ խավորի ասելով եւ բժիշկներին չի լսում, բժիշկներին չի հետևում։ Արդեն աշխարհը շատ առաջ է գնացել եւ կա շատ ընդունված արդեն ստաբիլ արդյունք տվող մեթոդներ, որոնք որ օգտագործում են։ Մենք շատ հետ ենք այդ этаպով։ Եթե մենք կարողանանք հասկանալ, որ ճիշտ լուսաբանվի ժողովրդին հասկացվի, որ այդ բուժումը արվում է ի օգուտ հիվանդության բուժման, իհարկե դեպքեր կան, որ մարդիկ ընդհանրապես իրենք չեն ուզում, ընդհանրապես ասենք իրենք հրաժարվում են բուժման հետագան տասկից, ես չեմ գտնում, որ մարդուն կարելի է ստիպել բուժվել։ Այս սիտուացիան պետք է շատ կարևոր հարց է, երբ որ մարդիկ հասկանում են, որ առողջության պայքարողը եւ առողջության համար առաջի, ասենք, զինվորը դա բժիշկն է եւ բժիշկը իր կողքին է։ Բժիշկը ոչ թե իր հակառակորդն է այդ սիտուացիայում, ինքը բժիշկի հետ միասին, այսինքն հիվանդի ցանկությամբ եւ հարազատների օգնությամբ պետք է պայքարի հիվանդության դեմ։ Ու ցավոք սրտի մեր մոտ հակառակ պատկերն է ստացվում, որ բժիշկը հակառակ է, ինքը թշնամի, ինքը բացեց դրա համար հիվանդությունը վատացավ, ինքը բուժեց դրա համար հիվանդը մահացավ, ինքը ինչ որ մի քայլ արեց։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, հավատացեք, որ բժշկությունը երբեք թշնամի չէ, երբեք չի կարող լինել հիվանդության ասենք զարգացման կողմնակից բժիշկը շահագրգռված է, որ առաջ երթին դուք առողջանաք եւ դառնաք լիարժեք մարդ, իսկ եթե մենք թշնամանում ենք եւ բժշկի արածը ընդունում ենք որպես թշնամություն, այդ դեպքում մենք կորցնում ենք այդ հնարավոր զենքը, ինչի միջոցով կարելի է պայքարել հիվանդության դեմ։ Եվ պրոֆեսոր ամփոփելով մեր զրույցը ուզում եմ խոսենք նաև Հայաստանի Հանրապետությունում արդյոք հնարավոր է մասնավորապես Իզմիլյան բժշկական կենտրոնում այդ ծանր դեպքերով վիրահատությունները իրականացնելը, ինչու եմ ասում, որովհետև շատ հաճախ մեր հայրենակիցները փորձում են, երբ ծանր դեպքեր են գրանցվում, փորձում են մեկնել արտերկիր եւ վստահ լինելով, որ արտերկրում շատ ավելի լավ բժշկական ծառայություն կմատուցվի, քան մեր Հայաստանի Հանրապետությունում։ Շատ տարածված մոդեցում է ու ցավոք սրտի ասեմ, մենք ժամանակ ենք կորցնում երբեմն, երբ որ հանդիպում ենք այդ խնդրի հետ, այս մեր ընդհանուր ասենք անդրադարձած ձևով եմ ասում, երբ որ մենք հիվանդը մեր հարազատը կամ մենք հիվանդանում ենք այդ խնդրով, մտածում ենք, չէ, մեր մոտ չկա, մեր մոտ թույլ է, ու արդասաման ուրիշի ազգանուն, որտեղ որ կարող է ավելի լավ է, ու չգիտեմ ինչի հավատը մեծ մասամբ տարածված է այդ ժողովրդի մեջ, բայց ասեմ, որ երբ որ ես Մոսկվայում եմ եւ Հայաստանից են գալիս իմ մոտ,
եւ երբ որ տեսնում եմ, ասենք ճիշտ բուժման մոդեցում ու ես բացատրում ասում եմ, որ այդ ամեն ինչը պետք է ժամանակ չկորցնելով անել տեղում, ոնց որ ասում են տան մոտ եւ իր հարազատ քաղաքում այդ ավելի ճիշտ է, բայց ամեն դեպքում ասեմ, որ մեր մասնավորապես Իզմիրյան բժշկական կենտրոնում կատարվում է մեծ քանակի հաստաղիկի ուռուցքով վիրահատություններ եւ առանձնապես այն պաթոլոգիաները, երբ որ ավելի տարածված են, երբ որ մետաստատիկ ախտարումներ կա լիարդում, ես ասեմ իմ կորզնության մեջ հիմնական ուղղությունը դա մետաստատիկ տարածված արդեն հաստաղիկի ուռուցքով հիվանդներն են եւ ասեմ, որ մոտ այս վերջերս վերաբուժական ասոցիացիային ես ներկայացրեցի իմ աշխատանքների որոշակի ասենք этаպում արդեն անալիզը եւ կա առանձին խումբ հիվանդներ, որոնք վիրահատվում եւ բուժվում են արդեն 4 ստադիայում։ Ոչ թե արդեն երկրորդ, երրորդ կամ ասենք մինչև արդեն ուրիշ օրգան տարածված ուռուցքներ, այլ 4 ստադիայում, երբ որ կար արդեն դիաշտում օջախներ։ Եվ ասեմ բավական լավ արդյունքներ կան, չեմ ասում, որ բոլոր դեպքերում իդեալական արդյունք է ստացվում, որ ոնց որ մենք ցանկանանք, բայց միանշանակ հավատացեք այդ ամեն ինչը իմաստ ունի։ Եվ ես հիվանդներ ունեմ 4 ստադիայի ուռուցքով, երբ որ արդեն լիարժեք մետաստազներ 6 մոտավորապես 7 տարի եւ ավել ապրում են բավական բավարար վիճակում եւ որոշակի этаպներով, բուժումներով, որոշակի վիրաբուժական մեթոդներով, ինտերվենցիոն մեթոդներով, քիմիոթերապևտիկ եւ առանձին ժամանակից տեղերով շատ լավ արդյունքներ է ստանում։ Եվ առանձին խումբը, ես որ նշեցի վիրաբուժական ասոցիացիային, դա այն խումբն է, որոնք ժամանակին չեն հայտնաբերվել, չեն բուժվել եւ դիմել են արդեն 4 ստադիայում եւ ժամանակ եղել, որ ասենք կա խումբ հիվանդների, որ միաժամանակ վիրահատում են եւ աղիքը եւ լիարժեք միաժամանակ։ Կարելի է ասենք тоже այդ դեպքում էլ մտածել, քանի որ եթե իրավիճակը թույլ է տալիս, ասենք ռուսկի տարածվածությունը թույլ է տալիս եւ հիվանդի վիճակը թույլ է տալիս, միանշանակ պետք է մաքսիմում հնարավորության դեպքում բոլոր ուժերը ներդնել։ Եվ ոնց որ ասացի, հիվանդի հետ միասին բժիշկը միշտ զենքով կանգնած է օգնելու այդ հիվանդության դեմ պայքարելու համար։ Ուստեղ պետք է որ մենք հասկանանք, որ բժիշկը այդ են ճիշտ ընդրված բժիշկը, ճիշտ կարևոր հիվանդանոցում, որտեղ այդ կարևորը որ հիվանդանոցում ինչքան փորձ ունեն այդ բուժմամբ զբաղվելու, որովհետև ըստ ընդհանուր ստատիստիկ տվյալների, դա մի քիչ երևի առանձին թեմա է, դրա մասին կարելի է հետագայում ուրիշ անգամ զրուցել, որ հիվանդների վիրահատված հիվանդների քանակը, ես որպես միտք ասեմ, վիրահատված հիվանդների քանակը հաստաղիկի ուռուցքում լիարժեք մետաստազներով մոտավորապես եթե ընդհանուր ասենք ստատիստիկ տվյալներից ելնելով 6 անգամ ավելի քիչ են ռեալ վիրահատված հիվանդները, քան ունեցած հիվանդների քանակն է։ Դուք պատկերացրեք 6 անգամ քիչ է։ Եթե մենք հաշվարկներով մոտ 300-400 հիվանդ պետք է ունենանք լիարժեք վիրահատված հիվանդներ հաստաղիկի ուռուցքի մետաստազներով, մենք վիրահատում ենք տարվա ընթացքում ընդհանուր ստատիստիկ տվյալներով մոտավորապես մինչև 100 հիվանդ։ Տարբեր աբյոմի, տարբեր ծավալի վիրահատություններ եւ շատ ցավալի փաստ է, որ մենք ունենք մոտավորապես 6 անգամ ավել հիվանդների քանակ, բայց եք անում ենք շատ ավելի քիչ վիրահատություններ եւ ցավոք սրտի արդյունավետությունը, իմացությունը դրանից է շատ մեծ է, ու մենք ունենք արդեն բավական երիտասարդ տարիքում ծանր կրիտիկ վիճակում հայտնված հիվանդներ։ Մեկ վիրահատությունով հնարավոր է կասեցնել հիվանդության զարգացման этаպը։ Ուրեմն տեսեք, ես եթե ասեցի 4 ստադիայի մասին, այսինքն խոսքը գնում է տարածված ուռուցքների մասին, այսինքն խոսքը չի գնում միայն մի մեթոդի բուժման, այսինքն միայն վիրահատությունը չէ, որ բուժումը լիարժեք արդյունք է տալիս, այստեղ պետք է կոմբինացված բուժում կազմակերպել, բայց շատ կարևոր է ինդիվիդուալ մոդեցում, այսինքն ցանկացած հիվանդ, երբ ունի որոշակի խնդրեմ, այդ խնդրեմը ճիշտ պետք է գնահատել, պետք է ընդհանուր կոլեգիալ քննարկում անել քիմիոթերապևտի ներկայությամբ, ճառագայթային բժշկի վիրաբուժի ներկայությամբ եւ ընդհանրապես այդ քննարկումը պետք է լինի կոմպետենտ խմբով, եթե դրանից հետո որոշվում է ինչ մեթոդներով, ինչ պլանային բուժում պետք է ստանա, որից հետո ինչ этаպով եւ այդ կոմբինացված բուժումը միակ հնարավորն է, որ տալիս է արդյունք։ Դա լինի Հայաստանում, դա լինի արտասահմանում, դա լինի ժամանակից տեղերով, բոլոր դեպքերում միանշանակ պետք է կոմբինացված բուժում։ Եվ մեր որոշ հիվանդանոցներում, որոնք արդեն հայտ են ներկայացնում ավելի լիարժեք, ավելի ասենք բազմածավալ մոտեցում ցույց տալ, կարող են արդեն իրենց ասենք դիմաց հիվանդներին լիարժեք կոմբինացված բուժում անցկացնել։ Շատ կարևոր է, երբ որ մենք խոսքը գնում է հիվանդի մասին, ճիշտ
մոդեցում եւ պատասխանատու մոդեցում, ինչը ես նոր խոսքից սկզբից ասի, անպատասխանության վերաբերմունքի ուշադիր վերաբերմունքի արդյունքը տարածված ուռուցն է եւ ցավոք սրտի մահացան դեպքերը։ Եվ թերևս վերջին հարցը, պրոֆեսոր, կարծում եմ մեր հետևորդներին եւս կհետաքրքրի մետաստազներով, այսպես ասած, հարուստ քաղցկեղը բացառապես իրականացում է բաց վիրահատության միջոցով, թե հնարավոր է նաեւ լապարասկոպիկ։ Լապարասկոպիկը, տեսեք, այստեղ հարցը մեթոդը չէ, բուժումը խոսքը գնում է այն մասին եւ լապարասկոպիկի եւ բաց վիրահատության ժամանակ խոսքը գնում է հեռացնելու մասին։ Արդեն տեխնիկական հարցը ոնց կարելի է հեռացնել։ Եկեք այսպես ավելի ռեալ ճիշտ ակցենտ անենք, հեռացնելը ինչ մեթոդով, դա հարցի հիմնական պրինցիպիալ կարևորը հեռացնելն է։ Իսկ եթե մենք խոսում ենք, չէ, ես լապարասկոպիկ եմ ուզում, ես բաց չեմ ուզում, այդ մի քիչ արդեն որոշակի ինդիվիդուալ մոդեցում է, պետք է ճիշտ գնահատել ու արժեքները ճիշտ ասենք ներկայացնել։ Հաշվի առնելով, որ մեր քաղաքացիները փորձում են քիչ ինվազիվ միջոցներով հասնել բարձր արդյունքի, դրան էլ մի շատ կարևոր է, բայց քիչ ինվազիվ մեթոդները ոչ բոլոր դեպքերում են ապահովում լիարժեք այն արդյունքը, ինչ կարելի է սպասել։ Դուք այստեղ պետք է օբյեկտիվ գնահատական տալ ու ոչ թե մենք վազում ենք, ասենք, քիչ տրավմատիկ մեթոդների, ու ես դեմ չեմ քիչ տրավմատիկ մեթոդների եւ աջակցողն եմ զարգացման, ասենք, լապարասկոպիկ, ռոբոտ ասիստավորման, ասենք, այդ բուժման, բայց նորից եմ ասում, այստեղ խոսքը գնում է այն մասին, որ ճիշտ կազմակերպել մոդեցումը, եթե ինչ-որ մեթոդ են կտրում, այդ մեթոդը պետք է լինի լիարժեք, սպասելիք արդյունքով։ Եթե մենք անում ենք մեթոդ, որը լիարժեք, ասենք, չի պրակտիկայում չի օգտագործում, ասենք, չէ, անպայման լապարասկոպիկ ենք ուզում, ունենում ենք բարդություն, իմ կարծիքով երևի տեղ չունի այդ ամեն ինչը բժշկության մեջ, քանի որ եթե մենք անում ենք որոշակի էտապներ, մենք պետք է էտապների վրա վստահ լինենք, մենք գործ ունենք առողջության հետ ու այդ շատ կարևոր պատասխանատու աշխատանք է։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։